Պարոն Գրիգորյան, պատարագին մասնակցեցիք դուք եւ Թալինի համայնքապետ պարոն Սափեյանը, նախ սկզբից ենթադրում եմ արձակուրդի մեջ եք, որպեսզի շահարկումներ չլինեն, խնդրում եմ ասեք աշխատանքային ժամի, որ մասնակցել եք պատարագին։ Ճիշտ է, այսօր մենք պարոն Սափեյանի հետ մասնակցեցինք մեր հավատավոր ժողովրդի հետ Հովանավանքում պատարագին։ Այո, մենք գտնվում ենք արձակուրդի մեջ եւ մեր արձակուրդի օրը որոշեցինք մասնակցենք եւ շատ մեծ հոգեվոր սնունդ ստացանք։ Այսօր Հովանավանքում պատարագ մատուցվեց, հնչեցին հոգեվոր աղոթքներ, ինչպես գիտեք, այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդն է եւ Հովանավանքում նաեւ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասուն կա թաղված եւ այսօր շատ մեծ հոգեվոր սնունդ ստացանք այստեղ մասնակցելով։ Ես կարծում եմ, որ Հովանավանքը դարձել է այս հոգեվոր մարզի եւ եկեղեցու բարենորոգման ինչպես այսպիսի մի կարևոր սիմվոլ եւ ես զգում եմ, որ այս բարենորոգման ընթացքի, այս կարևոր ընթացքի մեջ հավատացյալների մասնակցությունը օրեցօր շատանում է եւ ինչպես հիշում եք, սկզբից Տեր Արամն էր Հովանավանքի եկեղեցու հոգեվոր սպասավորը, ով իր մեջ խիզախություն գտավ, ասեց, որ այս օրակարգը բարենորոգման անհրաժեշտություն է, խիզախություն գտավ իր մեջ եւ ասեց, որ եկեղեցում կան խնդիրներ եւ այդ խնդիրները պետք է լուծվեն եւ ես ուզում եմ այս ընթացքը նշել, ինչքան կարեւոր հաջողություններ ենք մենք արձանագրել, հետո միացան քահանաներ, ինչպես գիտեք, դրանից հետո միացան 10 եպիսկոպոսները, հետո արդեն 30-ից ավել քահանաներ եւ բազմահազար, տասնյակ հազարավոր հավատացյալներ եւ ես ինքս տեսնում եմ, որ մեր մարզի եկեղեցիներում, այն եկեղեցիներում, որտեղ քահանաները բարենորոգմանը միացել են, այդտեղ հավատացյալները շատ ավելի շատ են հաճախում եւ շատ ուրախալի է։ Այսօրվա լեփ-լեցուն եկեղեցին վկայությունն է նրա, որ նաև համայնքի բնակիչները աջակցում են Տեր Արամին, անկախ նրանից, որ Կտրիչ Ներսիսյանն նրան կարգալույծ է արել։ Այո, հենց դուք տեսաք, որ այստեղ պատարագը Հովանավանքում եւ լեփ-լեցուն է, չնայած աշխատանքային ժամի, աշխատանքային օր է, բայց հավատացյալները շատ են, հենց դա է ուզում նշել, որ մեր հավատացյալները, մեր ժողովուրդը եկեղեցու բարենորոգման օրակարգի սատարում են եւ աջակցում են եւ եթե մենք համեմատություններ ճիշտ չի լինի, բայց եթե համեմատություններ անցկացնենք, կտեսնենք, որ կան պատարագներ, որտեղ շատ քիչ հավատացյալներ են մասնակցում, այդ այն եկեղեցիներն, որտեղ քահանաները իրենց հավատարմությունն են տվել Կտրիչ Ներսիսյանին եւ սա հենց ցայտուն երևում է այս ամեն ինչով, որ մեր հավատացյալները, մեր ժողովուրդը աջակցում են, միացել են եկեղեցու բարենորոգման օրակարգին եւ սատարում են ու պաշտպանում են բարենորոգման օրակարգի միացած բոլոր քահանաներին։ Արագածոտնի թեմը երեք հայտարարություն է տարածել, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը իրենք պատրաստվում են Կարբիից դեպի Հովանավանք ուխտեր տանել, սակայն այսպիսի մի բան էին հայտարարել, որ իբրև թե իրենք տեղեկություններ ունեն, որ այստեղ սադրիչներ են հավաքված եւ բախումներից խուսափելու համար իրենք կգնան այլ եկեղեցի կամ Կարբիում կանեն։ Խնդրեմ ասեք, ով էր այստեղ սադրիչը եւ ինչ էր Ինչի են այդ տեսակ հայտարարությունները։ Ճիշտ է, նախապես մի քանի օր առաջ Արագածոտնի թեմա հայտարարություններ տարածել, որ իրենք Կարբից ուխտեր պետք է անեն Հովանավանք, բայց ես ասեմ, տեսեք, Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով Արագածոտնի մարզում երկու եկեղեցի կա, Մաստարե եկեղեցին, որ կապ ունի եւ Բյուրական եկեղեցին, իրենք կարող են իրենց այդ ծեսը ուխտերթը գնային այդ եկեղեցիներում անեն, այստեղ գիտեմ, որ Հովանավանքը հենց այս օրը պետքա այստեղ ծես լինի, պատարագ լինի եւ կարծում եմ, որ հենց իրենց այդ հայտարարությամբ իրենք են որոշակի սադրիչ գործողություններ պլանավորում եւ անում եւ հետո իրանք հայտարարություն տարածեցին երեկոյան, որ չեն գալու, այստեղ սադրիչներ չկան, այստեղ հավատացյալներ են, հավատավոր ժողովուրդն է, մեր Հովանավան գյուղի բնակիչներն են, մարզի բնակիչներն են, կան նաեւ հավատացյալներ տարբեր տեղերից եկած եւ որևէ սադրիչ մենք այստեղ չենք տեսել, եթե հավատացյալներին, հավատավոր ժողովրդին չգան, իրենք չսադրեն, որևէ խնդիր, որևէ այդպիսի
սադրանք չի լինի եւ ես չեմ էլ նկատել այն տեղերում որտեղ իրենք սադրում են, այն տեղերում որտեղ իրենք սադրիչներ են ուղարկում, այդտեղ կարող է այդպիսի ինչ որ բաներ լինեն։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրենք չեն եկել, որևէ սադրիչ չի եղել եւ այստեղ ամեն ինչ անցել է նորմալ պատարակ է տեղի ունեցել եւ ես անձամբ ու բոլոր հավատացյալ մեծ հոգեվոր սնունդ ենք ստացել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։